պարոն Սիմոնյան, մեր նախորդ հարցազրույցը մինչև Վենսի այցն էր, Վենսի այցից հետո Հայաստանի վարչապետը փաստորեն հայտարարեց, որ երկաթուղու կառավարման հարցը խնդիր է եւ այն պետք է լուծվի, եթե անհրաժեշտություն կա, երկու պետությունների համար բարեկամական այլ երկրի այդ կառավարման հարցը փոխանցելու միջոցով, մինչդեռ դուք մեր հարցազրույցում շատ ավելի արմատական գործողությունների կողմնակից եք, ասում եք, որ պետք է ինչպես հեծա, այնպես էլ երկաթուղին պարզապես ազգայնացվի։ Հիմա վարչապետը համոզված է, որ բարեկամական տրամաբանության, տրամադրության ներքո կարելի է այս հարցը լուծել, բայց դրան հետևեցին սպառնալիքներ, հիշեցումներ, որ նման որոշումները կասկածի տակ են դնում հայ-ռուսական հարաբերությունները, վտանգի տակ են դնում եւ ավելին, մեկ գիշերում կարող են փլուզել ամբողջ համակարգը։ Ինչ սպասել կհաջողի այս իշխանությունը Շոյգուն երկաթուղու այդ գործելու համակարգ կա։ Ըստ իրենց հավանաբար Շոյգուին սխալ են զեկուցել, երևի թե այնպես, ինչպես որ նրանց մարտունակության մասին էին զեկուցում։ Նրանք չեն տիրապետում իրականությանը, համակարգ չկա։ Ինչ համակարգ, ինչ ես խոսում առհասարակ։ Դու առհասարակ Կրեմլի պատերից ենքում դուրս եկել ես, ասկի դու գիտես Արբատում ինչա կատարվում, որ մնաց իմանաս Հայաստանում ինչա կատարվում։ Ինչ համակարգ, եփած հավի ծիծաղն է գալիս։ Չկա այնտեղ երկաթուղի։ Դա նշանակում է, որ կան բոլոր պայմանները ուղղակիորեն կառավարումը հետ վերցնելու։ Հետ վերցնելու, այո։ Եվ առհասարակ այդ մարդկանց ճանապարհելու այստեղ։ Սլավյան կահով եք ուզում ճանապարհեք, թե ինչով եք ուզում ճանապարհեք, թե կառավայներով եւ բաներով եք ուզում ճանապարհեք, ձեր խնդիրն է ճանապարհեք։ Ուղարկեք այդ մարդկանց դուրս։ Հայաստանը ժամանակ չունի, մեջքը շտկել է պետք։ Մենք չենք կարող ասել 2-3 տարի հետո ինչ աղետալի իրավիճակներ կլինի տարածաշրջանում։ Մեզ ինչ որ մի հատ վիշապ եկել է ակի դեմը կանգնել է եւ ջուր չի թողնում, որ մարդիկ խմեն։ Այդ վիշապին ճանապարհեք Հայաստանից։ Վերջ անցել է նրանց ժամանակահատվածը։ Նրանք ի վերջո պիտի հասկանան, որ հայ ժողովրդի նկատմամբ հայ ժողովուրդն է հրավիրել նրանց տարածաշրջան 1814 թվականին։ Հայ ժողովուրդն էլ կճանապարհի նրանց տարածաշրջանից, որտեղ երբ որ հայ ժողովուրդը նրանց հրավիրում էր, նրանց չէր հրավիրում, որ գան ավելի մեծ խեղումներ եւ զեղումներ իրականացնեն, քան Պարսից թագավորություններ դա անում։ Մենք դա անում էինք մտածելով, որ քրիստոնյա քաղաքակրթությունն է գալիս, կօգնի, մեջքներս կշտկեն, եկել են մեզ դավադրաբար մողոլական սառնասրտությամբ աչուձախ առևտրի են հանել։ Առևտրի են հանել մողոլական, այնպես որ ամեն մեկը չի ում պարանոցի խաչ է գցած քրիստոնյա է։ Մեկ մոնղոլներն, թաթար մոնղոլներն են քրիստոնյա դարձել, բայց մարդ մորթելը չեն մոռացել։ Սա պետք է մենք գիտակցենք եւ այսօրվա իշխանություններից որևէ ակնկալիք չունեմ, սա մի խեղկատակություն է։ Հույսս այն է, որ նախընտրական իրավիճակներում ինչ որ կտրուկ բաներ կանեն, որպեսզի իրենց վերարտադրման համար որոշակի տոկոսներ շահեն, թող անեն։ Մենք էլ ճուզողը թող լինենք, թող անեն գոնե սենց։ Դա ներսում տոկոսներ կշահեն, հանրային ներքին կյանքում տոկոսներ կշահեն, բայց արդյոք նման որոշում կայացնելը իրենց վերարտադրության վրա ուղիղ ռիսկեր չի առաջացնի։ Ինչ ռիսկեր։ Ռուսաստանը ոչ մի հնարավորություն չունի, եթե ձեր ակնարկը ռուսական այսինքն իրենց կոլաբորացիոնիստներն են, նրանք որևէ պոտենցիալ նրանց աթոռը դողացնելու է ազգային ուժը։ Ոչ մի ռուսական կոլաբորացիոնիստ չի կարող դա անել։ Այնպես որ հարգելի Էլիզ, մեր ձեռքում սոցիոլոգիական հարցումներ կան։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը արդեն 3-րդ տեղով է ընթանում, 2-րդ տեղից շատ փոքր հեռավորության վրա եւ 2-րդ տեղը հայտնված ուժը այդ ռուսական պրոյեկտները չեն։ Նրանք մեզանից հետ են։ Այդ 2-րդ տեղը հայտնված ուժն էլ ֆիզիկապես մասնակցության հնարավորություն չունի։ Հետևաբար պայքարը գնալու է գործող իշխանության քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Հայաստանի շնորհապետական կուսակցության միջև։ Համախմբվեք առողջ ուժերի շուրջ։ Սա նոնսենս է։ 1 տարեկան ուժը, որին հանրապետությունում ճանաչում են 50% քաղաքացիները, տոկոսային առումով, ռեյտինգի առումով այսքան բարձր ցուցանիշ է արձանագրում, սա նշանակում է, որ սա մեր քաղաքական կարիերայի պիկը չի, մեզ հələ էլի են ճանաչելու։ Նշանակում է այդ տոկոսները աճման միտում ունեն։ Նրանցը պիկի վրա է եւ իջնում է։ Արդեն նկատի ունենալով նրանց կատարած սխալները։
Համախմբվել է պետք ազգային ուժի շուրջը։ Ազգային ուժը պետք է հաղթի։ Շատ լավ։ Պարոն Սիմոնյան, հիմա ես առաջարկում եմ դուք որպես քաղաքագետ հարցին անդրադառնաք։ Ալիևը հայտարարում է, շարունակում է պնդել, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի սահմանադրական փոփոխություններից անմիջապես հետո։ Եվ սահմանադրական փոփոխությունների այդ տեքստը պատրաստ կլինի մարտին։ Եթե պատկերացնենք, որ հանրությունը չի աջակցում այդ նոր տեքստին, այսինքն փոփոխություններին կողմ չի արտահայտվում, մենք ինչ սցենարի հետ ենք բախվելու, ինչ իրավիճակ ենք ունենալու։ Նշանակում է Հայաստանի կործանումը կկասեցվի, մարտը կշարունակվի։ Մարտը կշարունակվի, իսկ եթե մարտը շարունակվելու է, բոլոր ճակատներում դուք ձեր արդարության համար պետք է կարողանաք աշխատել միջազգային դիվանագիտության առումով, տնտեսության մեջ, զինված ուժերի կարգի բերելու, տեխնոլոգիական առաջընթաց ապահովելու մեջ, արցախահայերի իրավունքների առաջմղման, հայոց ցեղասպանության միջազգայինորեն ճանաչման հաղթարշավի, իրավապայմանագրային բազայի թարմացման, իրավապայմանագրային հոդվածների եւ հարուցած գործերի միջազգային դատարաններում, բոլոր ճակատներում Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմամբ, դեմոգրաֆիական աճի համատեքստում, պաշտպանական անվտանգային էշելոնացված գծերի կառուցման համատեքստում, տեխնոլոգիաների, ինչի դուք մտածում եք նրանք մեզանից ավելի ինտելեկտուալ են, որ տեխնոլոգիաներով առաջանցիկ զարգացում ունենան, թե մեզանից ավելի քաղաքակրթված են եւ մեզանից ավելի խելացի են։ Ոչ, իսկ ես խիստ կասկածում եմ, որ նրանք 10 միլիոն են։ Խիստ կասկածում եմ, եթե ընկնենք հիմա ադրբեջանական գյուղերում եւ քաղաքներում մարդահամար իրականացնենք, այնտեղ շատ 6 միլիոն մարդ կգտնենք։ Եվ այդ 6 միլիոնից երևի թուրքական ծագում կունենա 1 միլիոնը, ոչ ավելին։ Իսկ Թուրքիայում առհասարակ թուրքական, մանջուրական, գենետիկական կոդ ունեցողները 3 միլիոնից ավել չեն։ Ինչն է ձեզ խանգարում, Էլիզա ջան, համոզել են, որ դուք պուճուր եք, նրանք հսկա են, նրանք ոչնչություն են։ Ջարդելու ես գաղափարը փշրվելու են տեղում։ Նրանք գաղափարի վրա հիմնված են։ Մեր մոտ հակառակն է, մեր մոտ տեսակի վրա հիմնված է եւ գաղափարական անջր պետք է, դրա համար sense պարակտված ենք։ Եթե տեսակի միասնության պարագայում բերում դնում ես գաղափարական միասնություն, դուք պատկերացնում եք մենք ինչ կարանք դառնանք։ Հրեշը մենք կլինենք։ Ոչ թե ոչխարը, որ սպասում է փարախում, երբ պետք է իրան մորթեն, հրեշը մենք կդառնանք։ Իսկ ավելի լավ է, ոնց որ Նժդեհն էր ասում, մեզ հանցագործությունների մեջ մեղադրեն, քան ցավակցեն ցեղասպանությունների առիթով։ Մենք պետք է ուժեղ պետականություն կայացնենք։ Հայ ժողովուրդը կմերժի Նիկոլ Փաշինյանի խեղումներն ու զեղումները, ազգային ուժերը կհաղթեն եւ պետականությունը կսկսեն իմի բերել, զարգացնել։ Այդ դեպքում կտեսնեք ոնց են մեր թշնամիները առանց կռվի հալու մաշ լինում ուղակի, առանց մի կրակոցի, ոնց են պակասում։ Տետրակը կբացեք թշնամիների եւ ամեն տարի -1 թշնամի կարձանագրեք առանց կրակոցի։ Ինչու՞։ Որտեղ դուք հզոր երկիր եք ունենալու։ Սա է դրված, ընտրանքը սա է, իսկ ընտրանքը դա է, երբ որ դուք ամեն անգամ առավոտյան կպատրաստվեք կգաք աշխատանքի, դուք կիմանաք ձեր անելիքը խաղաղության ժամանակահատվածում, դուք կիմանաք ձեր անելիքը պատերազմի ժամանակահատվածում եւ դուք ճակատը բարձր մարդու նման կքայլեք եվրոպական փողոցներում եւ ուր էլ որ լինեք, որովհետեւ դուք պետություն ունեցող հանրույթի մաս կլինեք, ձեր անձնագրով հանդերձ։ Ոչ թե այս ինչ վիճակ է։ Սա վիրավորական չի։ Մի հատ շրջեք գյուղերը։ Մենք շաբաթ օրը այցելել էինք Արարատի մարզ։ Գյուղացին ապրուստի միջոց չունի։ Գյուղացու միակ ապրուստի միջոցը հողն է։ Որպեսզի նա կարողանա հողը մշակի, նրան ընդամենը մի բան է հարկավոր՝ 2 կարգավիճակի՝ խմելու ջուր եւ ոռոգման ջուր։ Ջուր է պետք գյուղացուն։ Հիմա որ ասում ես պետական մարմինները ասում են համայնքապետը կա, թող համայնքապետը համայնքային բյուջեով ջրամբարներ կառուցի։ Բա դու ինչի համար ես կոչված, որ այդ համայնքապետին կարգի հրավիրելու եւ աշխատանքի կոչելու ձիրքով օժտված չես։ Դու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն չունես, մի հատ հələ գնաց տենաս ասես ախպեր, հələ արի նստի տենա հələ ինչքան բյուջե կա համայնքային, ինչքանն ենք մենք տալիս ու որտեղ ենք ինչ անում, որ այս մարդիկ ջուր ունենան։
Թե թողել ես կամահաճույքի։ Աշխատանք պետք է տարվի երկրում, որ գյուղը մտնում ենք ջուր չունեն։ Սկսած Շվանի ձորից միջև հյուսիսային գյուղեր։ Էլ Լեռնաձորի մասին առհասարակ չեմ խոսում, այնտեղ ոչ մի բան չկա, այդ մարդիկ սկի երևի գիտեն հələ նոր Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականը տվե։ Ոչ ճանապարհ կա, ոչ մի բան չկա, այդ մարդիկ ոնց են այնտեղ ապրում։ Դուք տեսել եք, անցյալ տարի օգոստոսին մենք գնացինք տեսանք նրանց ապրուստը։ Մոռացել են այդ մարդկանց այնտեղ։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ վերադառնալով Ալիևյան ռեժիմի դիտանկյունից մեր ներքաղաքական կյանքին նայելը, Ալիևյան ռեժիմին կխանգարի Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը։ Ինչով կխանգարի։ Ավելի։ Ով է Ռոբերտ Քոչարյանը։ Ալիևյան ռեժիմին ձեռնտու է, որպեսզի Փաշինյանը վերընտրվի։ Եթե այո նշանակում է խաղաղության պայմանագիրը կստորագրվի, որպեսզի օգնի այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Ինչ խաղաղության պայմանագրի մասին է խոսքը։ Այն ղազագիրը, որ ստորագրել են տվել բոլոր նախապայմանները առաջ են բրթում։ Որը որ նախաստորագրված։ Նախաստորագրված պայմանագիրը պայմանագիր չի։ Ալիևը ամեն ինչ անելու է, որպեսզի ոչ մի իրավաքաղաքական փաստաթուղթ չլինի Հայաստանի մասնատման եւ ոչնչացման գործընթացում, որ ձեռքերը ազատ լինի։ Դուք չեք տեսնում ինչ աշխարհում ենք ապրում։ Թրամփի ամբողջ պատժամիջոցների փաթեթը Ամերիկայի Միացյալ Նահանգները կասեցրել է դատական մակարդակով։ Նշանակում է Թրամփի ամեն որոշում չի, չէ, որ Ամերիկան ճանաչելու է։ Սա նոյեմբերին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կոնգրեսում ընտրություններ տեղի ունեն, այդ ընտրություններում հաղթանակ տանեն դեմոկրատները։ Թրամփին ինչ օրեր են սպասվում։ Բայց ձեր պայմանավորվածությունները Թրամփի հետ է, չեք մտածել։ Կոնգրեսի հետ չի, Թրամփի հետ է։ Ոնց եք պատրաստում տենց աշխատել։ Թե էլի նույն նարատիվները առաջ գրշտելով ուզում եք փոփոխություններ բերեք Հայաստանի Հանրապետությունում։ Չի լինելու։ Քաղաքական դիակների հերիքա հիշեք։ Վհուկներ եք ձևավորում, որ հնարավորությունը մեծացնեք ներկայիս պատուհասների։ Մենք չենք ձևավորում, պարոն Սիմոնյան, այդ հարցը իսկապես քննարկում են։ Ո՞վ է քննարկում։ Ես չեմ տեսել մի հոգի, որ քննարկի դա։ Դուք լսում եք ուրեմն արատավոր վերլուծություններ արատավոր վարձկանների կողմից։ Ես մի հոգի չգիտեմ, որ քննարկի այդ հարցը։ Արհեստական բերում եք օրակարգ եք սարքում։ Շատ լավ։ Պարոն Սիմոնյան, Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահը հայտնել է, որ հունիսից նախատեսում է գործարկել Երևան-Լոնդոն Երևան ուղիղ չվերթներ եւ նաեւ Turkish Airlines-ը ծրագրում է առաջիկայում չվերթներ իրականացնել Երևանից դեպի Լոս Անջելես եւ հակառակ ուղղությամբ։ Սա Թուրքիային հաջողանալու, չգիտեմ, թրքանալու այդ ծրագրի մի մաս է, ինչպես Ես միշտ ասում եմ, որ Հայաստանը պետք է ուղիներ հարթի Թուրքիայի հետ հաղորդակցվելու Միացյալ Նահանգների միջոցով, բայց ստացվում է հակառակը։ Թուրքիան միջնորդ է դառնում Հայաստան Միացյալ Նահանգների միջև։ Абսուրդ է սա։ Այսքան միլիոնատեր հայ կա, սաղին նեղացրել եք փողերը թալանելով։ Բերեիք տնտեսական արտոնություններ տայիք, հարկային արտոնություններ տայիք, բիզնես պլանի մակարդակում մշակեիք աճման հնարավորություններ, երկու օդանավից սկսեիք ազգային օդափոխադրումների համակարգ ձևավորելու գործընթացներ, ինչի չեք անում։ Ամբիցիաներն են խաղում այստեղ։ Չի աշխարհում քիչ հայ կա, որ Boeing-ներ կարան առնեն։ Ոչ նոր թար Boeing-ներ։ Ու ասենք սկսեին ազգային փոխադրողի ինստիտուտ կայացնեին։ Ձերքի հետ էլ ազգային նավիգացիոն ինստիտուտ կձևավորեիք։ Ձերքի հետ էլ տիեզերագիտությունը կզարգանար, տիեզերական կապի ենթակառուցվածքներ կզարգացնեիք։ Գործ չեն անում։ Թուրքիայի միջնորդությունը Էլիզա ջան, գործ չեն անում։ Գործ չեն անում։ Ինչ նպատակ է հետապնդում։ Որ դու չունենաս ազգային փոխադրող, քո օդանավների պարկը չլինի, ազգային նավիգացիա չզարգանա, որտեղ դրանք երկակի նշանակության են։ Եթե դու օդատիեզերական հնարավորություններ ես կուտակում, դու օդատիեզերական նաև ուժեր ես ունենում։ Դա Թուրքիայի դիրքից ասացիք, իսկ Հայաստանի դիրքից այս պարտված կրավորական վարկ, պարտված, չոքած վիճակ։ Եվ ամեն ինչ անել, որպեսզի արժանանալ արժանանալ այդ սահմանը եկեղեցում աղոթ են անում, գիտեն, չգիտեմ, Աստծո առաջ չոքեք, ոչ թե թշնամու առաջ։ Չէ, սահմանը բացելու այդ
համատեքստում դիտարկել։ Երբ է Որ սահմանը ամեն ինչ բաց անել, այդ եղել, սահմանը դուք բաց- սահման բաց տեսել եք ձեր կյանքի ընթացքում, մի տարի է այդ սահմանը բաց եղել։ Խորհրդային միության ժամանակ երկաթե վարագույր է եղել այնտեղ, դրանից առաջ ցեղասպանություն է եղել այնտեղ, դրանից հետո մի տարի բաց է եղել, հետո փակվել է Թորգուտ Օզալի հրամանով, միջև այսօր ձեզ sense ոնց որ գիտեք, մի հատ այտենց շրջաբերական նկար կա, որ ավանակը ընթանում է, փայտով Սա կախած հավանակներին շատ են Այո, դե որտեվ ավանակների դարաշրջանում ենք ապրում։ Եվ ինչ որ մի համեղ բանջարեղեն կախված, որի ինքը երբեք չի հասնելու, գնում է այդ բանջարեղենի ուղղությամբ, բայց շարժվում է առաջ։ Մեզ այտենց ստանում են սահման բացել, սահման բացելով։ Ենթադրենք սահմանը բացեցին։ Ինչ ես անելու, այդ ինչ արտադրանք ես տանելու ունդե։ Այդ ինչ արտադրանք ես անելու, տանելու։ Կամ ենթադրենք սահմանը փակ է, այդ նույն առևտուրը չի իրականացվում այնտեղ։ Բայց երկկողմ առևտրի մասին չի խոսքը միայն։ Դա նաև Տարածաշրջանային եւ հաղորդումների աշխարհաքաղաքական հաղորդուղիները, որպիսի կյանքի կոչվեն եւ իրագործվեն, ապա պետքա ակնհայտ պարտված ուղղություններ լինեն եւ ակնհայտ շահած ուղղություններ լինեն։ Ակնհայտ պարտված եւ ակնհայտ շահած կողմեր չկան։ Պատերազմ ընթանում ամբողջ աշխարհում։ Անկամ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ ռազմավարական պարտություն արձանագրեց անցյալ տարի մայիսին, այսօր էլի հոխորտում է, որտեղ ակնհայտ պարտված չի։ Միացյալ Նահանգները ստիպված է եղել ահռելի քանակությամբ զինված ուժեր կենտրոնացնել։ Այդ զինված ուժերի քանակությունը արդեն մոտեցել է այն զինված ուժերի քանակությանը, որը դեպի Իրաք ներխուժման պատճառ էր հանդիսանում։ Հիմա այդքան կոնտինգենտ են բերել։ Վաղը եթե ենթադրենք Միացյալ Նահանգները, Արևմուտք եւ Իրանի Իսլամական Հանրապետություն պատերազմը սկսվեց։ Դուք էլի այդ երգն եք երգելու իշխանությունները, որ սահմանները բացվելու է, Չինաստանից ապրանքները հոսեն։ Այնտեղ կռիվ է գնում, քաղաքացիական պատերազմ, իրար մորթում են, տենալու են ասեն, դե էսի Հայաստան մտնող գնացքներն է կամ ավտոշարասյուն հանգարց չկպնենք։ Դե հայերը որոշել են, որ խաղաղության դարաշրջան է։ Հələ գնում է պատերազմ, ենթակառուցվածքների տիրապետման առաջնայնության համար։ Դուք քանի տարի հետոյվա պլան եք նախագծում այսօր տապալելով ձեր ռազմաքաղաքական ծրագրերը։ 20 տարի հետո որ կբացվի սահմանը, կարող է սահմանը ձևախեղվում է, կարող է ձեր երկիրը առհասարակ ավլեն թափեն տարածաշրջանը ձերից վարկի պատճառով։ Ինչի մասին եք խոսում։ Չի կարելի զոհասեղանին դնել Հայաստանի Հանրապետության ազգային շահերը։ Չի կարելի